Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ժամե ստեղծագործությունը շուտով կգնա նաև Փարիզ, որի շուրջ համախմբվել են թե աշխարհահռչակ, թե հայ աստղեր։ Ստեղծագործության հեղինակը կոմպոզիտոր Շուշան Սարգսյանն է։ Շնորհակալություն Շուշան, որ հյուրընկալվեցիք մեր տաղավարում։ Շնորհակալություն հրավերի համար։ Հաղորդման աջակիցն է Հայաստանում առաջին ու միակ գրոհե պաշտոնական առցանց խանութը։ Գնեք որակյալ գերմանական սանտեխնիկա օնլայն shop.grohe.am Շուշան, թեև դուք բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ եք, բայց ցանկանում եմ առանձնացնել ժամեն, որը նվիրված էր Շարլ Ազնավուրի 100-ամյակին եւ կարողացաք այդ երգի շրջանակում թե հայ թե ֆրանսիացի աստղերին մեկտեղել եւ ստանալ շատ գեղեցիկ մի ստեղծագործություն։ Մի փոքր կպատմեք եւ որքանով տեղյակ եմ մարտի 15-ին էլ ներկայացնելու եք արդեն Փարիզում երգը, ինչ ընթացք ստացավ, ինչպես հիմքը դրվեց եւ ինչ եք կարծում, որքանով այստեղ արժևորվեց որվի նաև Ֆրանսիայում։ Ուրեմն այո, մեզ հաջողվեց անել անհնարինը կարելի ասել, որովհետև շատ բարդություններ կային, բայց մենք ամեն ինչ հաղթահարեցինք եւ կարողացանք իրականացնել այս նախագիծը։ Ասեմ, որ երգը գրվել է մի քանի տարի առաջ, մայեստրոյի մահից մի քանի ամիս անց, եւ այն սպասում էր իր ժամանակին, քանի որ ես հասկանում էի, որ բոլոր կոմպոնենտները չկան, որպեսզի այն լույս տեսնի հենց այն ժամանակ։ Եվ այնպես դասավորվեց, որ ես պատահաբար ցույց տվեցի մի կտոր երգից մշակույթի փոխնախարար պարոն Դանիել Դանիելյանին եւ նա իսկապես ասաց, որ անպայման պիտի այս երգը լույս տեսնի, անպայման պիտի այն իրագործվի եւ քանի որ Ազնավուրի 100-ամյակներ եւ այդ շրջանակներում մեծ նախագծեր էին իրականացվում շատ հետաքրքիր մշակութային տարբեր այստեղ Ֆրանսիայում աշխարհի տարբեր երկրներում եւ բնականաբար մենք փորձեցինք ներկայացնել նախագիծը կառավարություն եւ կառավարական հանձնաժողովի կողմից այն հաստատվեց եւ մենք սկսեցինք աշխատել։ Ովքեր են, որ աստղերի մասին է խոսքը, որ խնդրում։ Ուրեմն մենք ընդգրկել ենք 10 աստղեր Հայաստանից եւ Ֆրանսիայից էստրադային եւ օպերային երգիչ-երգչուհիներ, ինչու որովհետեւ Ազնավուրի մտածելակերպը շատ լայն էր։ Նա շատ մեծ էր եւ միևնույն ժամանակ փխրուն, նուրբ եւ երգը պետք է արտացոլեր այդ հատկանիշները, նրա էությունը ինչ որ չափով եւ բնականաբար մեզ պետք էին եւ նուրբ հատվածներ, որտեղ թեկուզ մի հոգու ձայնը կլներ կամ որևէ գործիքի ձայն եւ պետք էր միանշանակ ստանալ մասշտաբ այդ մեծությունը, լայնությունը ցույց տալու համար եւ դրա համար չէր կարող մի հոգի դա կատարել իմ կարծիքով ես լսում էի տարբեր տեմբրեր եւ 10 հոգի ներգրավեցին նախագիծ ուրեմն Հելեն Սեգարան հայտնի մեզ Նոտր Դամ դե Պարի մյուզիկլից եւ նաեւ աշխարհահռչակ ժոդասային տղան Ժուլիեն Դասենը Ֆրանսիայի կողմից եւ այստեղ մեր օպերային աստղերը Ջուլիանա Գրիգորյանը Գևորգ Հակոբյանը եւ նաեւ Հովանես Այվազյանը տենոր եւ նաեւ Սոնա Ռուբինյանը, Աննա Խաչատրյանը, Մաշա Մնջոյանը, Արամեն Պետրին, Էրիկը Ինչպես կարողացաք բոլորին երկար աշխատանք է դա աշխատակը։ Այո, շատ երկար աշխատանք էր եւ տարբեր բնավորություններ, տարբեր մոտեցումներ, տարբեր կարծիքներ եւ տարբեր տեմբրալ լուծումներ էին պահանջվում, որպեսզի բոլորը հնչեին ոնց որ միաձուլված եւ միևնույն ժամանակ ոչ մեկ չպիտի կոտրված լիներ երգում, այսինքն բոլորի տեմբրերը պետքա փայլուն ձևով ներկայացվեր, բոլորը պետքա իրենց լավ զգային, իրենց գտնեին երգի մեջ, թեկուզ եթե դա մի տողեր կամ մի բառեր կամ երկու տողեր, այդ իրանց ասելիքը տեղ կարողանային հասցնեին։ Դրա համար այդ առումով բարդ էր իհարկե, բայց մյուս կողմից էլ
բոլորը պրոֆեսիոնալներ էին եւ դա շատ նպաստում էր մեր գործի արագ ընթացքին։ Ձայնագրությունները տեղ են ունեցել այստեղ եւ Ֆրանսիայում, խոսքերի հեղինակը ֆրանսիացի Բապտիստ Ֆոմերն է եւ նաեւ գործիքավորումը նույնպես կատարվել է Ֆրանսիայում եւ մենք աշխատել ենք աշխարհահռչակ պրոդյուսերների հետ, որոնք աշխատում են Գարուի, Սիլին Դիոնի եւ շատ ու շատ ֆրանսիական աստղերի հետ եւ այդ պրոդյուսերական ուժի միջոցով նաեւ մենք կարողացանք իրականացնել Ֆրանսիայում եւ նկարահանումների մի մասը տեսահոլովակի եւ ձայնագրությունները։ Իսկ մյուս մասը նկարահանումների եւ ձայնագրության տեղի ունեցել Հայաստանում եւ մենք նաեւ ունեինք նկարահանումների հետ կապված շատ մեծ խնդիր, մենք պետք է ցույց տայինք անձնավորի տարբեր տարիների իր գործունեության կյանքից որևէ հատվածներ եւ դա ես չէի պատկերացնում ոնց պետք է անել, քանի որ թե ծախսերի առումով, թե մտքի առումով շատ բարդ էր իրականացնել կարճ ժամանակահատվածում եւ որոշվեց, որ շատ պատահաբար միտք եկավ, որ պիտի օգտագործվի արհեստական բանականություն, որի միջոցով մենք փորձեցինք ստանալ նրա կյանքի տարբեր հատվածներ հենց Ֆրանսիայում։ Եվ դա շատ կարևոր էր մեզ համար, քանի որ մենք կարողանում ենք այդ դեպքում լայն sense մասշտաբային մտածել տեսահոլովակի մեջ։ Տեսահոլովակի ռեժիսորը Արտյոմ Հակոբյանն էր, որը կինոռեժիսոր է նաև, եւ ի սկզբանե ես ունեի կարծիք հստակ, որ պիտի անպայման տեսահոլովակը նկարի կինոռեժիսոր, որովհետեւ այստեղ փոքր ֆիլմ էր, կարծես թե ցուցադրվում, եւ երգիչներին արդեն իհարկե նկարեցինք ձայնագրման ընթացքում եւ այդ ամեն ինչը միաձուլելով, համաձուլելով մենք կարողացանք ստանանք այս տեսահոլովակը։ Ինչ կարծիք էին Ազնավուրի ընտանիքի անդամները։ Տեսել են, ճիշտ ասած, ես կարծում եմ, որ տեսել են, ճիշտ ասած մենք նրանք նույնպես եղել են հանձնաժողովի կազմում եւ բնականաբար լսել են եւ հաստատել են նախագիծը ժամանակին, երբ որ արդեն հաստատվում էր այդ փուլի ընթացքում։ Բավականին բարդ է հաստատել մի նախագիծ, որը կապված է Շարլ Ազնավուրի անվան հետ, որովհետեւ եւ հաստատում էին 28, եթե չեմ սխալվում, անդամներ հանձնաժողովի տարբեր ոլորտներից ու հետո ես տեսա արդեն թե ինչքան մեծ ցուցակ է եղել, ինչքան մեծ մասշտաբի գործունեություն են ծավալել, որպեսզի հաստատեն այս կամ այն ծրագիրը եւ շատ շնորհակալ եմ բոլորին, ովքեր որ հավատացին այս նախագծին։ Շուշան, դուք ձեր ստեղծագործությունները միջազգային հարթակներում բազմիցս ներկայացրել եք եւ այս անգամ ցանկանում եք ել ավելի ընդլայնել աշխարհագրությունը, թեև դա դեռ կարելի է ասել ձեր ցանկությունն է, բայց հուսով ենք կիրականանա, խոսքը Գրեմին է վերաբերում։ Այո, տեսեք, ես երկար տարիներ աշխատել եմ արտերկրում եւ հիմա էլ եւ այստեղ եւ այնտեղ տարբեր գործունեություններ, տարբեր արտիստների հետ, համաշխարհային, տարբեր մեծությունների հետ, տարբեր երգիչ-երգչուհիների, թե էստրադային, թե դասական ոլորտում եւ այլն, որովհետեւ ես ստեղծագործում եմ երաժշտության 3 ուղղություններով։ Դա կինոերաժշտությունն է, երգեր եւ դասական երաժշտություն, իննովացիոն դասական երաժշտություն։ Մի քանի օրինակ կբերեք, ում հետ եք համագործակցել։ Այո, ես այս պահին արդեն համագործակցել եմ շատ ու շատ ուկրաինացի աստղերի հետ, ռուսական եւ նաեւ եվրոպական շատ ու շատ աստղերի հետ։ Այս պահին համագործակցում եմ Ալեսանդրո Սաֆինայի հետ, որի հետ մենք շուտ վանից ենք սկսել մեր համագործակցությունը եւ արդեն շուտով մենք արդեն կունենանք որոշակի ձայնագրություններ եւ բնականաբար հիմա Գարուի հետ նաեւ որովհետև երգեր եմ պատրաստել նրա համար եւ ելի մի քանի հոգի կան, որոնց անունները այս պահին չտամ եւ համաշխարհային աստղեր, որոնց հետ այս պահին մենք տարբեր փուլերում ենք աշխատանքային։ Քանի որ ես մեծ նախագիծ եմ նաեւ պատրաստում եւ միտք կա, որ այդ նախագծի մեջ ներգրաված լինեն նրանք, դրա համար ոնց որ այս պահին այդքան շատ ճակերտները չբացեմ, շուտով կտեսնեք դա։ Եվ նաև կինո ոլորտում եւ ես բազմիցս ներկայ եմ գտնվել տարբեր միջազգային կինոփառատոներին եւ այլն ներկայացրել իմ ստեղծագործությունները Կաննի փառատոնին, Վենետիկի, այո, եւ այս տարի իմ երաժշտությամբ ֆիլմը գնում է Կաննի փառատոն, որը ինձ համար աննախադեպ է եւ կարծում եմ, որ նման բան շատ քիչ է լինում եւ շատ ճակատագրական տարի է այս տարին ինձ համար այդ առումով նաեւ լինելու, որովհետև երբ որ առաջին անգամ էի Կաննում, ես պատկերացնում էի ինչ եմ ուզում այս փառատոնից, որպեսզի բնականաբար իմ երաժշտության ֆիլմերը լինեն այս փառատոնում եւ ոչ միայն լինեն, այլ նաեւ որոշակի հորիզոնտալ զբաղացնեն եւ տեսնենք թե ոնց կդասավորվի այդ ամենը այս տարի։ Եվ իհարկե դասական երաժշտության ոլորտում ես ելի մեծ գործունեություն եմ ծավալում եւ աշխատում եմ շատ տարբեր, շատ անվանի երաժիշտների հետ, պրոդյուսերների հետ հենց այդ ոլորտում։ Եվ այս տարի իմ 2 մոնոօպերաներ
ստուդիաները, մենք ձայնագրելու ենք եվրոպական ստուդիաներից մեկում շատ անվանի հնչյունային ռեժիսորի հետ եւ շատ անվանի կատարողների հետ, պրոդյուսերների հետ, որոնց մասին ես դեռ կխոսեմ ձեզ հետ մյուս հաղորդումների ընթացքում ավելի մանրամասն եւ մենք նաեւ փորձելու ենք ներկայացնել այո իմ ցանկությունը որ ներկայացնենք Գրեմի ու ոչ միայն իմ ցանկությունը այլ նաև շատ լուրջ քայլեր են արվում այդ ուղղությամբ որպեսզի CD-ն ներկայացվի այնտեղ Սա երևի առաջին դեպքը կլինի, որ Հայաստանը որ Հայաստանի Հանրապետությունը նաև պետական մակարդակով այս ամենը խրախուսվում է եւ ելի նույնպես կներկայացնեմ մի փոքր ավելի ուշ այս ամենը մենք ամիսներ շարունակ աշխատում ենք մշակույթի նախարարության հետ այդ ուղղությամբ եւ աշխատում ենք տարբեր կառույցների հետ, որովհետեւ թե այստեղ, թե Ամերիկայի Միացյալ Նահանգներում, թե եվրոպական կառույցների հետ, որպեսզի կարողանանք այս մասշտաբային նախագիծը իրականացնել։ Դա շատ լուրջ քայլ է մշակութային ոլորտում։ Այո, լուրջ մշակութային քայլ է, որովհետեւ դասական երաժշտության մեջ նման հայտով ներկայանալ աշխարհին, դա կնշանակի շատ մեծ ոնց որ հունի փոփոխություն ինչ որ չափով եւ նաեւ մարդկանց մեջ ստեղծագործողների մեջ մեծ կծնվի, որ ամեն ինչ հնարավոր է եւ մենք պիտի այդ ուղղությամբ աշխատենք նաեւ, որովհետեւ ժամանակին մենք ունեցել ենք հիանալի կոմպոզիտորական դպրոց, հիմա էլ ունենք եւ տարբեր կոմպոզիտորներ իհարկե ներկայացնում են այդ ամենը դրսում, բայց էլ ավելի մասշտաբային ներկայացնելու համար պետք է տարիների աշխատանք, նվիրում այն գործին, ինչ դու անում ես եւ իհարկե դու պետք է զգաս, որ դու պատրաստ ես արդեն այդտեղ լինել, որովհետեւ միայն հայտ ներկայացնելով չի, դու պիտի զգաս, որ պատրաստ ես նման մարդկանց հետ աշխատել եւ նրանք ընկալում են այն ինչ դու անում ես եւ համաձայն են աշխատել քեզ հետ այդ նախագծի շուրջ դա շատ պատասխանատու հարց է բայց ես քանի որ հասկանում եմ դրա լրջությունը թե մենք մեր մշակութային երաժշտարվեստի ուղղությունը ուր ենք տանում այդ նաեւ քայլով դա շատ ոգևորում է եւ ուժ է տալիս որպեսզի առաջ գնանք Շուշան այս սոցցանցային, թեևս կյանքը տեղափոխվել է սոցցանցեր եւ կարծես թե ամեն ինչ արժե զրկվում է, լավ երաժշտությունը, լավ ստեղծագործությունները, մարդիկ սկսում են սկրոլ անել եւ հետեւել այնպիսի թեթև ուղղակի նայում են կյանքին շատ թեթև, ինչ է կարծում միևնույն է դրսում, արտերկրում այս ամենը մնայուն է, չէ, եւ մենք է պիտի ձգտենք այնպես անել, որպեսզի մարդիկ տեսնեն եւ այդ թեթև իրենց կոնտենտները եւ կարեւորը, որը ժառանգություն է թողնում եւ հայապահպան գործոն է նաեւ Տեսեք, ես 25 տարուց ավել ապրել եմ դրսում, դուք գիտեք դրա մասին տարբեր երկրներում եւ կարող եմ ասել, որ ամենտեղ կա եւ որակով եւ անորակ երաժշտություն եւ կարող եմ ասել, որ մենք ունենք հիանալի հանդիսատես, որը սով է զգում լավ ներկայացման, լավ համերգի, լավ ստեղծագործության լավ ֆիլմի եւ այլն։ Այսինքն կա այդ զանգվածը, որը ուզում է լավ եւ որակյալ։ Եվ մենք պիտի ոչ թե մենք տեսնենք, թե մարդիկ ինչ են ուզում, մարդիկ ուզում են ամեն ինչ։ Ամենավորակովից մինչև ամենացածր, եթե դու մատուցում ես։ Բայց մենք փորձենք ձգել հանրությանը, քանի որ մշակույթի գործիչներն են թելադրում տրենդերը։ Այսինքն նշաձողը մենք ենք սահմանում, ոչ թե մենք սահմանված նշաձողերի հետևից պիտի գնանք, այլ պետք է նշաձողը ամեն անգամ ավելի բարձրացնելով փորձենք անել այնպես, որպեսզի մեր հանրությունը ել ավելի որակով երաժշտություն լսի։ Քանի որ ես վստահ եմ, որ մեկ շաբաթ փորձ արեք, նույնիսկ ավելի քիչ, ինչ մատուցեք անընդմեջ, այն էլ կհիշվի եւ կսիրվի։ Մի կողմից համացանցը այդ առումով մեզ վնասում է, մյուս կողմից շատ օգնում է դու ազատ ես, տեղադրի եւ ամեն ինչ արա, որպեսզի ստեղծագործությունը հասնի իր ունկնդրին եւ փորձի նշաձողերը բարձրացնել, ոչ թե պայքարել, ինչը որ համընդհանուր է եւ տենդենց է, դրա դեմ պայքարելը շատ դժվար է։ Եվ իհարկե պետք չի նաև հոսքի հետ գնալ, բայց պետք է այդ գործիքները օգտագործելով փորձել անել ամեն ինչ, որպեսզի հանրությունը դու քեզ հետ տանես, ոչ թե դու գնաս, այլ դու տանես, դու տանողը լինես։ Եվ երաժիշտներն էլ երևի թե ոգևորվում են, երբ տեսնում են արժեքավոր ստեղծագործության շուրջ, միախմբվելու մասով։ Այո, տեսեք, օրինակ այս ստեղծագործությունը ժամեն, որ մենք արեցինք երգը, տեսեք ինքը հնչում է մետրոներում։ Պատկերացնում եք, մետրոներում ինքը հնչում է բոլոր երթուղայինների մեջ, ինքը հնչում է բոլոր խանութներում, բանկերում, սրճարաններում, բայց ինքը ֆորմատի մեջ չի ընդհանրապես, բոլոր ռադիոկայաններում, բայց ինքը ֆորմատի մեջ չի։
Այսինքն եթե դու անում ես մի լավ բան, մարդկանց սրտերի կպնում է այդ ամենը, որովհետև սրտից է գնում դեպի սիրտ, այլ ոչ ուրիշ ճանապարհով, դա չի կարող չհասնել տեղ եւ դա գտնում է ճանապարհներ տեղ հասնելու ու ամեն ինչ sense փորձել ասել, որ այսօր համացանցի դար է եւ դա վատ է, դա նաեւ լավ է։ Իսկ երիտասարդներին ինչ է կարծում, ինչ պետք է անել, որպեսզի գրավի նաեւ երիտասարդներին, որտեղ հնարավորինս շատ լավ երաժշտություն մատուցել եւ նրանց ականջները կսովորեն այդ լավին։ Գիտեք, մարդիկ ինտուիտիվ միշտ զգում են լավը որն է եւ կարողանում են տարբերակել լավը վատից, եթե նրանց տալիս ես ընտրություն, բայց եթե դու որոշում ես, որ նրանք միայն վատն են ուզում ու ամբողջ օրը դա են լսում, դու մի քանի տարի հետո կունենաս արդեն նենց սերունդ, որը չգիտի լավը որն է, բա ոնց ինքը տարբերակի։ Նույնը երբ ցանկանում ես ֆիլմի սցենար գրել կամ ֆիլմը կառուցել, ցանկանում ես հասկանալ ինչ անել, որ իրենց էլ գրավել, որովհետև շատ դժվար է այս դարում գրավել դեպի քեզ։ Դժվար է, բայց նաև մի ճանապարհ կա, ես միշտ ասել եմ, արվեստը դա ուղեղի հետ կապված է, բայց արվեստը դա սրտի ոլորտ է, սրտի հետ է կապված, ամենաառաջինը, էմոցիոնալ դաշտի հետ։ Եվ եթե դու մի բան անում ես ուղեղով, այսինքն ստեղծագործությունը ծնվում է ուղեղային ստեղծագործությունը մտածված, եւ այլ ոչ սրտից, ինքը չի բխում սրտից, ինքը չի ծնվում։ Իրան որոշում ես, որ պիտի հորինես։ Դա ոչ միտեղ չի տանելու։ Եվ իդեալական է, երբ որ միաձուլվում է սիրտը, ուղեղի եւ պրոֆեսիոնալիզմը հենց դրանում է գիտելիքի հետ, եւ դա տալիս է այդ ամենը։ Եվ ցավոք այսօր ուղղակի մենք ունենք պրոֆեսիոնալների նման միաձուլումների մեծ բաց նաև կան այն մարդիկ, որոնք մեզ պետք են, բայց իրանք չեն լուսաբանում, չգիտես ինչի ակտիվ չեն, կարծում են իրան ժամանակ անցել է կամ այս ամենի մեջ նրանք գործ չունեն անելու եւ դա շատ սխալ պատկերացում է, որովհետեւ հենց դրա դիմաց պիտի պայքարել, դրա դիմաց պիտի պայքարել, պետք է խրախուսել, ինչի ես միշտ ասում եմ, ես կանեմ եւ իմ նմանների մարդիկ պիտի անեն եւ օրինակ լինեն եւ ցույց տան, որ դա հնարավոր է։ Այսինքն հուսահատությունը շատ մեծ է արվեստագետի մեջ լինում, երբեմն կոտրվում են, չեն հավատում, դա պետք է իսպառ բացակայի, որովհետեւ արվեստի գործերը ստեղծվում են հենց նմանատիպ փորձություններ հաղթարելով նաեւ դու չես կարող հանձնվել առաջին իսկ խոչընդոտից, դա անհնար է։ Անհնար է ուղղակի ստեղծել որակյալ ստեղծագործություն։ Հանս Զիմերը, ով բոլոր ֆիլմերի, բոլոր երիտասարդություն, բոլորը ճանաչում են, բոլորը գիտեն, լսում են, սիրով գնում են համերգներին։ Այո։ Եվ հենց այդպիսի համերգները եւ այդպիսի երաժշտությունը ցույց է տալիս, որ դա տարիքի հետ կապ չունի ընդհանրապես։ Երբ որ ինձ ասում են ով է քո ունկնդրի, ասում եմ ես չեմ կարող ասել, դա կարող է լինել երեխա, դա կարող է լինել միջին տարիքի որևէ մեկը եւ կարող է լինել մեծահասակ որևէ մեկը։ Դրա համար մեր խնդիրը այն չէ, որ մենք մտածենք, թե ով կլսի մեզ, մեզ պետք է անել այն, ինչ մենք զգում ենք եւ անել դա մաքսիմալ որակով, արդեն ինքը իրան կգտնի։ Եվ կառույցներն էլ, այսինքն այն կառույցները, որոնք կարող են քիչ թե շատ աջակցել նման գործունեությունը ծավալելու եւ դրսում մեզ ներկայացնելուն, պետք է համախմբվեն այդ։ Այո, համախմբվում են եւ կան տեսնում եք, մենք արդեն երկրորդ նախագիծն ենք անում նախարարության հետ եւ դա շատ ոգեշնչող է, որովհետեւ երբ որ դու գիտես, որ քեզ աջակցում են, հավատում են եւ ոչ միայն արվեստի ոլորտում, այլ նաեւ մարդիկ, որոնք որ կերտում են մեզ հետ միասին այդ մշակութային կյանքը Հայաստանում եւ Հայաստանից դուրս, դա շատ մեծ խթան է եւ շատ ոգեվորող հանգամանք միանշանակ։ Դրա համար ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մշակույթի նախարարությանը, իդեմս մշակույթի նախարար Տիկին Ժաննա Անդրեսյանին եւ նաեւ փոխնախարար պարոն Դանիել Դանիելյանին, որովհետեւ այն ամենը, ինչ մենք այսօր անում ենք, դա նաեւ նրանց հավատի շնորհիվ է, որի համար շատ շնորհակալ եմ, որովհետեւ նման հավատը նաեւ պարտավորեցնող է, ոգեշնչող է եւ մղում է մեզ առաջ։ Շնորհակալություն, հուսով եմ ձեր բոլոր ցանկությունները եւ երազանքները կիրագործվեն, ով վստահ եմ կներկայացնեք դեռ շատ հարթակներով։ Ստեսություն։ Հայաստանում միակ ու առաջին գրոհե առցանց խանութն արդեն գործարկվել է։ Shop.grohe.am Գնիր առցանց, ստացիր արձեռը։